Բարև ձեզ, այսօր Փաստ ինֆոյի հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն է։ Բարև ձեզ, Տիկին Զոհրաբյան, շնորհակալ եմ հրավերության համար։ Տիկին Զոհրաբյան, իշխանությունները միաժամանակ մտել են եւ արտաքին քաղաքական վեկտորի, այսպես ռիսկային փոփոխության փուլ եւ եկեղեցում դիմադիրների դեմ պայքարի նոր շրջան են սկսել, նոր թափ են հավաքել։ Ինչ է այս ամենը նշանակում, ինչի է այս ամենը արվում, իշխանությունները պարզապես փորձում են իշխանություն պահել, թե ի վերջո երկիրը եւ ներքին եւ արտաքին առումներով այսպես տոտալ ապակայունացման են տանում։ Մենք պետք է արձանագրենք, որ այս ռեժիմը լուծում է ամեն օր, տարիներ շարունակ, ամեն օր, ամեն ժամ, ամեն ամիս, ամեն վայրկյան սեփական իշխանությունը պահելու հարցը, ինչ կերպ է հնարավոր, եւս մեկ օր, եւս մեկ ամիս, եւս երկու ամիս երկարաձգել սեփական իշխանությունը, այստեղ մտածել, որ իրենց աշխարհաքաղաքական վայրի վերումներում կամ իրենց ներքաղաքական սալտոներում երկրի շահ կա, դա աբսուրդ է, ընդհանրապես մեկ հարց է լուծվում, ոնց անեն, որ էլի, հետո էլի Եվս էլի մնան իշխանության, առաջիկայում սպասվում են թիմ ընտրություններ, այս որ հիշում եք, անդիմադիր պատգամավոր Նիկոլը բողոքում էր ժամանակին ազգային ժողովում համայնքների խոշորացման հետ կապված, ասում էր անում եք, որ ավելի կառավարելի դարձնեք, հիմա տեսանք, թե ինչպես օրենքով ավելի են խոշորացվում համայնքները, որպեսզի հնարավոր լինի ինչ ասեմ, տոտալ այլևս կառավարելի դարձնել, որ որևէ ընդդիմադիր գործիչ նույնիսկ համարձակություն չունենա առաջադրվել համայնքապետ եւ Գյումրիում այս ձերբակալությունները նաեւ Մարտունի Գրիգորյան, այս առաջիկայում Գյումրիում իշխանությունը զավթելու ծրագրի շրջանակում է տեղավորվում։ Ինչ վերաբերում է եկեղեցուն, եթե երբևէ գրվի հայոց պատմության, մի երկրորդ պատմագրությունը, ապա վեհափառի դատավարությունը, այս իշխանությունը դատում է վեհափառ, ամենայն հայոց կաթողիկոս, դատում է սրբազաններ, հայոց պատմության երկրորդ վավերագրության ամենաամոթալի դրվագներից մեկն է լինելու եւ գիտեք, այն ինչ որ անում է այս իշխանությունը, ինձ վաղուց արդեն չի զարմացնում, բայց որ կրոնի ազատության, եկեղեցու խնդիրներով զբաղվող միջազգային կառույցները, նաեւ քրիստոնեական տարբեր կառույցներ միջազգային քար լռություն են պահպանում, երբ որ վեհափառը դատվում, սա կատաստրոֆա է։ Ես հիշում եմ Ստրասբուրգում, երբ որ Եհովայի վկաներից մեկը մի երիտասարդ, ով ալտերնատիվ զինվորական ծառայության էր անցել, հիվանդանոցում նրան ստիպել էին այդպես մեզի ամանը տանել թափել, ինչը բացարձակապես օրինական էր, որտեղ ալտերնատիվ զինվորական ծառայությունը դա է ենթադրում մի ամբողջ օր Ստրասբուրգում կրոնի ազատությունների վերաբերյալ քննարկման ժամանակ մեր վրա թքում էին, որ էս ինչ եք անում, դա չի կարելի, դա անթույլատրելի է, կրոնի ազատություն, դավանանքի ազատություն, վեհափառ են դատում եւ մեր երեսին, մի Եհովայի վկա զինվորի համար, որը իր իրավունքն է, ես որևէ դավանանքի դեմ ոչինչ չունեմ, բայց մեզ մեղում էին անարգանքի սյունին։ Ինչպես է գնահատում Ալեն Սիմոնյանի նշանակում անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնին, որտեղ կարծիքներ կան, որ Գրիգորյանը ավելի շատ դեպի արևմուտքն ուղղված քաղաքական գործիչ էր, հիմա օրինակ Նիկոլ Փաշինյանը Գրիգորյանին փոխարինում է Սիմոնյանով, որովհետև արևմուտքն է Նիկոլ Փաշինյանից երես թեքել, թե Փաշինյանն է փորձում իր վեկտորը փոխել դեպի Մոսկվա, որովհետև դրացուցիչ նաև այսպես կարծիքներ կան, որ չնայած իր կոշտ հակառուսական հայտարարություններին ու դիրքորոշմանը Ալեն Սիմոնյանը ավելի ընդունելի է Ռուսաստանի համար, քան
օրինակ Գրիգորյանը։ Տեսեք, այստեղ մի քանի ոնց որ ասում է խնդիրներ զուգապի դիպել է։ Այո, չնայած իր հակառուսական հայտարարություններին, Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի համար ավելի ընդունել է, բայց ես շատ ավելի պրագմատիկ եմ նայում հարցը։ Նիկոլ Փաշինյանը երբեք Ալեն Սիմոնյանին ժերտվա չէր տալու։ Շատ պատճառներով, որտեղ Ալեն Սիմոնյանը երևի ամենաշատ բան իմացողներից եւ ամենաշատ բաների մեջ մասնակիցներից մեկն է, եւ բնականաբար Ալեն Սիմոնյանին տեղավորելու հարց կար։ Եվ ես կարծում եմ նաև բացի նրանից, որ հիմա տեսնում ենք, որ Նիկոլը հայտարարում է ինչ Եվրոպական միություն, ինչ հանրաքվե մի հարցի վերաբերյալ, որը ընդհանրապես գոյություն չունի, տեսակ ԵԱՏՄ-ում այդ հայտարարությունը արեց, բա միջև այդ ազգային ժողով էիք բերել, օրենքի նախագիծ էիք ընդունում, որ մենք գնում ենք ԵՄ, հիմա ասում է ինչ ԵԱՏՄ, ինչ երբ որ ի պատասխան Ռուսաստանի հարցադրման հանրաքվե անեք, ասում է գոյություն չունեցող հարցի վերաբերյալ ինչ հանրաքվե անենք, սա նշանակում է, որ ինքը շատ լավ կանխատեսում է, ինչ է լինելու աշնանը, ինչ տնտեսական եւ սոցիալական արհավիրքի արժեվ է կանգնելու երկիրը ձմռանը, եթե Ռուսաստանը սենց գազը պեդալից չթողնի, բայց ես ինչպես նայում եմ դեռ չի պատրաստվում թողնել եւ հասկանալի է, որ ինքը այդ սոցիալական բունտի տակից, եթե ինքը կարա ընդդիմադիրներին տանի, կալանավորի, նստացնի, եթե ազգային ժողովում կարան ընդդիմադիր падգամավորներին, ինչպես Ռուբինյանն է ասում, բոքսի տանձիկ սարքեն, ինքն էլ պիտի փրկի ընդդիմադիրներին բոքսի տանձիկից, այն սոցիալական խտացումը, սոցիալական խնդիրները, որի առջև երկիրը ժողովուրդը կանգնելու է աշնանը, հետո նաև ձմռանը, որովհետև Ռուսաստանը, ինչպես տեսնում ենք, իր սահմանափակումների հարցում սենց գազը դրել է պեդալին ու միջև վերջի սեղմում, Նիկոլը չի կարալու, չէ՞, այդ սոցիալական բունտի մասնակից բոլորին տանի, բոլորին նստացնի, չի կարալու, չէ՞, ռեժիմը բոլորին հայտարարել թալանչի, կոռուպցիոներ եւ այլն, եւ ուստի այս պրոռուսական նոր ռևերանսները այս ծրագրի շրջանակում է։ Տեսեք, ամեն դեպքում ընդդիմադիր շրջանակներում կարծիքներ կան, որ Սիմոնյանի նշանակման բարեմտամետ թևը կարծեք թե թուրանում է եւ սրան հակադիր հնչում են կարծիքներ, որ ամեն դեպքում ով ինչ պաշտոնի նշանակվի, միևնույն է ղեկավարողն ու կառավարողը Նիկոլ Փաշինյանն է։ Ես համաձայն եմ երկրորդ տեսակետի հետ, որովհետեւ Հայաստանում չկա երկրորդ այլ պաշտոն, Նիկոլը վարչապետ է, Նիկոլը ազգային ժողովի նախագահ է, Նիկոլը անվտանգության խորհրդի քարտուղարն է, Նիկոլը բոլոր նախարարներն է, Նիկոլը ԿՊ խմբակցության բոլոր падգամավորներն է, մի մարդը որոշում է ամեն ինչ, ուստի այստեղ մտածել, որ սրան հանեցին, սրան դրեցին, նշանակում է սա ավելի լուրջ գործիչ է, սա ավելի լուրջ գործոն է եւ այլն, դա կատարյալ աբսուրդ է ուղղակի։ Տիկին Զոհրաբյան, տեսեք, բայց Ալեն Սիմոնյանը նշանակումից անմիջապես հետո այսպես հրապարակային ինչ-որ ստատուսով է հանդես գալիս, որը մեղմ ասած հարիր չէ իր պաշտոնի եւ դիրքի քաղաքական գործչին։ Ինչու են այսպիսի Տեսեք, մենք զարմանում ենք, որ Ալեն Սիմոնյանին նշանակեցին անվտանգության խորհրդի քարտուղար եւ նա անմիջապես մի հատ գրառմամբ ընդդիմադիրների պորտը տեղը դրեց, ասեց ձեր լեվելը իմ թքից վերև չի անցնում, այսինքն ինչի վրա ենք զարմանում, դուք նայում եք լեքսիկոնը, բառամթերքը, ասենք Կոնջորյանի, Ռուբեն Ռուբինյանի, Վահագ Ալեքսանյանի, ինչ որ կին գործիչների ԿՊԱ-ական, ասենք ինչի վրա ենք զարմանում։ Այս մարդիկ իշխանության են եկել դագաղներով, դագաղը բերել են, դրել են ողջ մարդկանց տների առջև եւ այսօր խոսում են բարեվարքությունից, այսօր խոսում են էթիկայից, այսօր խոսում են, որ չի կարելի սրիկայաբար բառը օգտագործել, որ հիմա էլ զարմացել ենք Ալեն Սիմոնյանի վրա, որ ասում է դուք իմ թքից վերև ձեր սալտոն չի կարող անցնի, զարմանալու բան չկա կարմիր գիծ, որ սրանք չեն անցել, բոլոր օվերտոնի պատուհանները, բոլոր տաբուները վաղուց ջարդված են եւ ոչ թե պետքա զարմանալ ամեն օր, որ վայ, էս էլ արեցին, վայ, էս կարմիր գիծն էլ անցան, այլ պետքա հասկանալ ինչ անել, որ այս մարդիկ չկարողանան այլևս լինել իշխանության, այդ ինչ անելը ես դեռ չեմ տեսնում։ Տեսեք, քաղբանտարկյանների թիվն ավելանում է, հիմա արդեն Մարտուն Գրիգորյանն է դասվում նաև նրանց շարքին։ Դուք ձեր խոսքում նշեցիք նաև, որ սրանով կարծեք թե Գյումրիում արտահերթ ընտրություններին են պատրաստվում, այսինքն մենք նոր զարգացումների ականատես ենք լինելու Գյումրիում։
Ես վստահ եմ, որ Նիկոլը չի հանձնելու Գյումրին, Նիկոլը վերցնելու է ցանկացած ռեպրեսիայով ինքը Գյումրին վերցնելու է, որտեվ Գյումրին իր համար ստրատեգիական նշանակություն ունի։ Մենք տեսնում ենք, որ այս մարդը չի պատրաստվում ընդհանրապես, քանի ինքը ողջ է, իշխանություն հանձնել։ Հիմա ես անընդհատ ասում եմ իմ գործընկերներին, մենք անընդհատ խոսում ենք Նիկոլի օրակարգից եւ մոռանում ենք ընդդիմության օրակարգը։ Մի հատ եկեք հասկանանք ինչ անում ընդդիմությունը։ Ես իրանց քվե չեմ տվել, որ գնան ազգային ժողովում հարցեր տան եւ դրա համար ես կատեգորիկ, սկզբունքորեն, անկախ նրանից ես խորհրդարանը ինչքան կյանք կունենա, ես կարծում եմ այս խորհրդարանը 5 տարի չի ձգել, ես որևէ նիստ չեմ նայել, որևէ մեկի ելույթ չեմ լսել եւ իմ արժանապատվությունից ցածր է լսել ինչ որ ելույթներ, զուտ եթերներին նախապատրաստվելու համար, որպեսզի հասկանամ ինչա կատարվում, ես կարդում եմ լրահոսում ընդամենը վերնագրերը, հասկանում եք, մենք պետք է հասկանանք ընդդիմության օրակարգը որն է։ Նիկոլը շատ ազնիվ է հիմա։ Մարդը բացել է այս իր խաղաքարտերը, գցել է սեղանին եւ ասում է սա եմ անելու, սա եմ անելու, սա եմ անելու։ Ինչ է անում ընդդիմությունը։ Հարց է տալիս, հերոսական ելույթ է ունենում, ինձ դա բացարձակապես պետք չի։ Ոչ միայն ինձ է պետք, այլև 560,000-ից ավել մարդ ձայն է տվել հավաքական ընդդիմությանը։ Գնացեք դուրս եկեք այդ 560,000-ից յուրաքանչյուրին հարցրեք, դու ուզում ես հերոսական ելույթ կամ հերոսական հարց լսել։ Եթե կլինի մեկը այդ 560,000-ի մեջ, որ կասի ես ձայն եմ տվել, որ ազգային ժողովում հերոսական ելույթ ունենան կամ խոսան ադրբեջանցու կանտով կա տեսել եք թե չէ, ես կգամ ձեր եթերից ներողություն կխնդրեմ։ Տիկին Զոհրաբյան, դուք ձեր խոսքում նշեցիք, որ Նիկոլ Փաշինյանը Գյումրին այսպես ասած չի թողնի, չի հանձնի, իսկ դա իր ամբիցիաներով է պայմանավորված, թե պարզապես հիմա Գյումրիում ստեղծելով աղմուկ, Գյումրիի շուրջ իրադարձություններ ձևավորելով փորձում է հանրությանը շեղել Սյունիքում հնարավոր նոր հանձնումներից կամ գործընթացներից։ Տեսեք, Նիկոլը այս օրենսդրական փոփոխություններով նաև համայնքների խոշորացման գնում է տոտալ իշխանության ուզուրպացիայի։ Եթե նայում ենք օրենսդրական նախաձեռնությունները Ադրբեջանում, այնտեղ էլ հա դա ըստ էության սուլթանատ է, հասկանում եք, ԵԽ միակ երկիրն է, որի սահմանադրությամբ նախագահը կարող է հավերժ ընտրվել, եւ այնտեղ էլ շատ տարիներ առաջ օրենքը փոխեցին համայնքների տոտալ խոշորացման, որ ամբողջը լինի Ալիևյան կլանի կաբլուկի տակ։ Եթե մենք նայում ենք Հայաստանի ներքաղաքական դաշտը, ներքաղաքական իրականությունը գնում է ուղիղ սինխրոնիզացիայի ադրբեջանականի հետ։ Ընդդիմադիրները, ովքեր վտանգ են ներկայացնում իշխանության համար, պիտի լինեն Բերդում կամ տնային կալանքի տակ կամ որևէ այլ սահմանափակումների տակ, եւ այս ամենը ուղղակիորեն շատ սկսում է նմանվել մեր ներքաղաքական կյանքը, ներքաղաքական իրականությունը Ադրբեջանին, այս տոտալ վախի մթնոլորտ է։ Մարդիկ վախենում են կարծիք հայտնել, մարդիկ իրար հետ վախենում են հեռախոսով խոսել, ասում են վայ կլսեն, վայ կձայնագրեն, մարդիկ վախենում են լայք դնել որևէ ընդդիմադիր գործչի հրապարակմանը, որտեվ լայքի համար կանչում եւ աշխատանքից հեռացնում են։ Բա այն իրանց ասած Սերժի վաղտ մի հատ սենց բան լներ լայքի համար մարդուն գործից հանեին, Եվրոպայի խորհուրդը մեր բմբուլները քամուն կտար։ Տեսեք, Ալիևը խոսում է ատոմակայանի փակման մասին, դրանից հետո Հայաստանում սկսվող էներգետիկ ճգնաժամի եւ անգամ նշում է, որ Ադրբեջանը օգնություն կամ փրկություն կարող է լինել։ Ձեր դիտարկմամբ, այսինքն կա արդեն պայմանավորվածություն Երևանի եւ Բաքվի միջև ատոմակայանի փակման մասին եւ ձեր դիտարկմամբ օրինակ ինչ այդ պայմանավորվածություն է դա, ինչպես է Նիկոլ Փաշինյանը պատրաստվում Հայաստանը հերթական անգամ հանձնել Բաքվի եւ Անկարայի համահաճույքին ու կառավարմանը։ Տեսեք, ես 15 տարի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում չեմ հիշում մի նիստ, որի ժամանակ թուրք եւ ադրբեջանցի падգամավորները ասենց լացակումած տեքստեր չասեին, որ մեծամորի ատոմակայանը վտանգ է, բայց նախկին իշխանություններին հաջողվում էր այդ բոլոր ռիսկերը չեզոքացնել, ավելին մագատեն մշտապես տալիս էր անվտանգության այդ ցուցիչը, որ անվտանգ է, ավելին ներդրումներ պիտի արվեին նոր էներգաբլոկ կառուցելու համար, իսկ հիմա մենք տեսնում ենք, որ մեր
ինքնիշխանությունը այնքան անգած, որ Ալիևն է, Ալիևից ենք իմանում, որ ասում է վաղ թե ուշ Հայաստանի ատոմակայանը փակվելու է, այն ատոմակայանը, որը Հայաստանը չի կառավարում, եւ այստեղից մեկը չի ասում ստոպ, այդ տղա, բա ով է կառավարում, եւ Հայաստանը հայտնվելու է էներգետիկ ճգնաժամի մեջ, բայց մենք բարի ենք, մենք կարանք Հայաստանին հոսանք վաճառել։ Սա նշանակում է, որ մենք մեր ամբողջ կառավարումը ըստ էության հանձնում ենք թուրք-ադրբեջանական տանդեմին։ Եթե այսքանից հետո կա ինչ-որ մեկը, որ կասի սա ինքնիշխանություն է, ապա այս աշխարհում չգիտեմ որևէ դեպք, որ ինքնիշխանությունը ահա այսպիսին է լինում։ Դրսից հատկապես քո թշնամիներից, որոնք շարունակում են քեզ համարել թշնամի, ինչի եմ ասում շարունակում են, որովհետև կրկին Ադրբեջանի Միլի Մեջլիսի մարդու իրավունքների հանձնաժողովի падգամավորներից մեկը նորից հայերին հայտարարեց տարածաշրջանի վտանգ, ահաբեկիչներ, տերորիստներ, որոնց հետքը չպիտի լինի տարածաշրջանում, քո կառավարումը, քո էներգետիկ անվտանգությունը հանձնել ըստ էության թշնամուն։ Էսա ինքնիշխանությունը։ Տեսեք, իշխանությունները նաև հայտարարում են, որ թրեփի ծրագիրը արդեն շինարարության փուլ է մտնում, եւ դրան զուգահեռ Ռուսաստանն էլ հայտարարում է, որ թրեփի ծրագիրը կշահի Մոսկվայի ներգրավվածությունից։ Դե դիտարկմամբ հնարավոր է, որ Մոսկվան ու ԱՄՆ-ն թրեփի շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն եւ այդ դեպքում ինչ է սպասվում Հայաստանին։ Ես չեմ բացառում, որ Թրամփի նախագահությամբ ԱՄՆ-ն կարողանա Ռուսաստանի հետ, որտեղ Ռուսաստանը ակնհայտ հայտ է ներկայացնում թրիփում ներգրավվածություն ունենալու համար, գիտեք, երբ որ քո ինքնիշխանությունը, քո երկրի սուվերենությունը տարբեր տեղերից ծակծկած փուչիկի նման է, ով ասես կարող է հայտ ներկայացնել։ Հասկանում եք, Ադրբեջանը պահանջում է հանրաքվե, Պուտինը պահանջում է հանրաքվե։ Հասկանում եք, Հիկմետ Հաջիևը հայտարարում է, որ մենք ազդակներ ենք ստացել, որ Հայաստանը շուտով փոխելու է սահմանադրությունը։ Մեկը հարց տա այդ Հիկմեթը, այդ ազդակները, որ ստացել է, մենք ինչի դրա մասին չգիտենք։ Հասկանում եք, չի լինում այսպիսի սուվերենություն, երբ որ մենք մեր երկրի գործընթացների, ռազմավարական, անվտանգային գործընթացների վերաբերյալ իմանում ենք արտաքին խաղացողներից, սա աբսուրդ է, այսպիսի ինքնիշխանություն չի լինում։ Հաշվի առնելով այն, ինչ կատարվում է Հայաստանում եւ դրա սահմաններից դուրս, ձեր դիտարկմամբ ինչ է սպասվում Հայաստանին ու հայ ժողովրդին կարճաժամկետ հեռանկարում եւ ինչ պետք է անի ընդդիմությունը հնարավոր աղետներից խուսափելու համար։ Տեսեք, նայում էի Իրանի, Հայաստանում Իրանի դեսպանի մեկնաբանությունը թրիփի վերաբերյալ, դեսպանը շատ դիվանագիտական կոռեկտության մեջ շատ կոշտ ասել էր, եթե անընդուն հասկացրել էր, որ չի կարող մեր ռեգիոնում մեզ համար ընդունելի լիներ ամերիկյան որևէ ներկայություն, ինչ ձևաչափով էլ ուզում է դա լինի, եւ մենք դա դիտելու ենք որպես ռիսկ։ Իսկ մենք տեսնում ենք, թե Պարսից ծոցում ինչ է անում Իրանը, երբ որ որևէ տեղ ամերիկյան ներկայություն է տեսնում եւ դա դիտում է որպես ռիսկ ու ոչնչացնում է։ Այսինքն մենք նստած ենք վառվող կաթսայի վրա, տարածաշրջանը սենց եռում է, Ռուսաստանի հետ հարաբերությունները ինչքան հնարավոր է վատ է, չնայած հիմա փորձ է արվում, հա, սիրաշահել Ռուսաստանին ասելով, ինչ եմը, кто этот потерпевший, ինչ եմը ընդհանրապես չկա, եւ մենք ընդամենը ստանում ենք եմից սենց գլուխ շոյել մի 118 միլիոն եվրոյի աջակցություն, որը չի կարող 0% անգամ փոխհատուցել են հսկայական տնտեսական վնասները, որ կրում են մեր տնտեսվարողները ռուսական սանկցիաների արդյունքում, եւ այս ֆոնին մենք տեսնում ենք իշխանություն, որը ասում է ամեն ինչ լավ է, դե եթե ամեն ինչ լավ է, ես նորից պիտի վերեմ Շվեյցարիայի սպանդանոցներից մեկի օրինակը, երբ որ մենք Շվեյցարիայում էինք, մենք տեսանք, որ սպանդանոցներում կենթանիներին մորթվելու տանում էին Մոցարտի երաժշտության տակ 40-րդ սիմֆոնիայի, շատ լավ հիշում եմ, երբ ասեցի ինչի եք անում, ասեց, որ իրանք չզգան իրանց մահը, որ իրանց միսը համով լինի։ Հիմա եթե մենք ուզում ենք, որ մեր հետ մահու միսը համով լինի, ինչ ասեմ։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Այսօր իմ հյուրը հասարակական քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանն էր։ Fast Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ նոր հանդիպում։